Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հուլիսի 6 Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հովհաննես 3:16 խոսք։ Երկնքի բոլոր աստղերից բևեռային աստղը ամենաօգտակարն է ծովագնացին։ Այս խոսքը բևեռային աստղի նման է, որովհետև այն ավելի շատ մարդկանց է առաջնորդել դեպի փրկություն, քան Սուրբ Գրքի որևէ այլ հատված։ Խոստումների մեջ այն նույն տեղն է զբաղեցնում, ինչ մեծ արջհամաստեղությունը համաստեղությունների շարքում։ Այս խոսքերի մեջ կան մի քանի բառեր, որոնք առանձնահատուկ փայլով են նշողում։ Այստեղ տեսնում ենք Աստծո սերը իր այնպեսով, որն արտահայտում է այդ սիրո անչափելի մեծությունը։ Այնուհետև տեսնում ենք Աստծո պարգևը իր ողջ ազատությամբ եւ վեհությամբ, եւ այդ պարգևը հենց Աստծո որդին է, այդ եզակի ու անգին ընծան, որը բխում է այնպիսի սիրուց, որն ամբողջությամբ չէր կարող դրսևորվել, մինչև որ երկնքի միածինը չեկավ ապրելու եւ մարդկանց համար մահանալու։ Այս երեք ճշմարտությունները լի են աստվածային լույսով։ Այնուհետև այստեղ ներկայացված է մի պարզ պահանջ՝ հավատալ, որը ողորմածաբար ցույց է տալիս փրկության այն ճանապարհը, որը համապատասխանում է մեղավոր մարդկանց վիճակին։ Դրան հետևում է ընդգրկուն հրավերը, որ ամեն նրան հավատացողը չկորչի։ Շատերն իրենց համար տեղ են գտել այդ ամենի մեջ, մինչդեռ ավելի սահմանափակ արտահայտությունը կարող էր նրանց այնպիսի զգացում տալ, թե իրենք դուրս են մնացել։ Ապա հնչում է մեծագույն խոստումը, որ Տեր Հիսուսին հավատացողները չեն կորչի, այլ կունենան հավիտենական կյանք։ Սա մխիթարություն է յուրաքանչյուրի համար, ով զգում է, որ կորստյան եզրին է եւ ինքն իրեն փրկել չի կարող։ Մենք հավատում ենք Տեր Հիսուսին, ուստի ունենք հավիտենական կյանք։